Բայց այդ շղթան տանում կպցնում են Ռուսաստանի պիջակին, ասում են ռուսական ազդեցությունն ենք ուզում սասանել։ Ինչով, որ շարունակում են մնալ ԵՏՄ-ով, իրենց ճանապարհը որն է։ Ես դրան չեմ հավատում, անկեղծ ասած։ Ես վստահ եմ, որ մեր իշխանությունները ունեն Ռուսաստանի աջակցությունը։ Այդպիսին է Ռուսաստանը, ինքը միշտ աջակցում է իշխանություններին։ Այ ինչի մեր ընդդիմությունն է կտրականապես մերժում Արևմուտքի աջակցությունը եւ Եվրոպայի աջակցությունը, դա ես չեմ հասկանում։ Մեր ընդդիմության մեջ պետքա լինեին մարդիկ, որոնք պետքա պահեին կապը Արևմուտքի հետ։ Եվրոպան դա այն Եվրոպան է, որտեղ մենք ունեցել ենք Շարլ Ազնավուր, դա Արևմուտքը այն Ամերիկան է, որտեղ մենք ունեցել ենք Քրքրյան, ունենք ահռելի ներկայություն։ Ինչի է մեր ընդդիմությունը այդքան հանգիստ իրան կապում Ռուսաստանի հետ, ես դա չգիտեմ։ Օրինակ ես բացահայտ ընդդիմադիր եմ, բացահայտ, բայց իմ ամբողջ կենսագործունեությունը ուղիղ կապված է Եվրոպայի հետ։ Այնպես չի, որ ես հակառուս եմ եւ Ռուսաստանի հետ չէ, իմ առաջի ֆիլմը հենց Մոսկվայի փառատոնով էլ մտել է, ինձ Մոսկվայի փառատոնն է մցրել մեծ կինո։ Բայց չի կարելի կապվել մի հատ աշխարհակահաղական կենտրոնի հետ եւ վստահել այդ աշխարհակահաղական կենտրոնի, աշխարհակահաղական կենտրոն չի, դա կայսրությունն է։ Կայսրությունը բացի իր անձնական շահից, իր կայսրությունները միշտ վտանգի տակ են, միշտ։ Եվ իրանք միշտ իրանք շրջապատի երկրներին կարող են լինել բացահայտ օգտակար, հաճեցնելով նրանց, բայց կարող են լինել սարսափելի թշնամի։